Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երրորդ երգը, որտեղ Մայտրեյան ուսուցումներ է տալիս Վիդուրային եւ նկարագրում է առաջակողտրության հետ կապված գործընթացների գիտելիքը։ Եվ ես կարդամ մեր հաջորդ տեքստը եւ շարունակենք մեր քննարկումները։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 6-րդ գլուխ տեքստ 21-22 Երբ առանձնանալով ի հայտ եկան տիեզերական կերպարանքի ձեռքերը, դրանց մեջ մտավ երկրի արքան Ինդրան, երկնքի արքան Ինդրան։ Այսպես կենդանիակները ի վիճակի են զբաղվել գործելով իրենց ապրուստը վաստակելու համար։ Ապա առանձնանալով ի հայտ եկան տիեզերական կերպարանքի ոտքերը, որոնց մեջ շարժիչ ֆունկցիայի հետ միասին մտավ Վիշնու անունով կիսաստվածը, ով Տիրոջ անձնավորությունը չէ։ Այս կերպ կենդանիակները ձեռք բերեցին շարժվելու եւ իրենց նշանակման վայրին հասնելու հնարավորություն։ Եվ ուրեմն, ինչպես տեսնում ենք, այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք արդեն գործող զգայարանների մասին։ Ես հույսով եմ, որ երեքշի առաջի օրվա մեր զրույցը ինքը եղավ բավականին պտղաբեր, ներողություն եմ խնդրում, որ երեք չենք հանդիպել, ուղղակի դա կապված է նրա հետ, որ երեք արիական քաղաքակրթության մեջ շատ կարևոր տոն էր եւ ես աշակերտներիս հետ զբաղված էի այդ տոնելով։ Դրա համար հանդիպում ենք այսօր։ Ուրեմն, սիրելիներս, այսօր մենք ձեզ հետ քննարկելու ենք արդեն գործող զգայարանները, ձեռքերը եւ ոտքերը։ Իրականում, ուրեմն թերագնահատել ձեռքերի եւ ոտքերի նշանակությունը շատ բարդ է, այսինքն մենք երբ որ գնահատում ենք, թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչպես է ձևավորում, դե այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ ձևավորվում է հենց իր տիեզերական ձևը, չէ՞, եւ այսինքն հիմա ինքը այսպես տիեզերական ձևի մեջ ստեղծում է ընկալող զգայարանները եւ հիմա մենք արդեն քննարկում ենք, որ ստեղծվում են գործող զգայարանները։ Հետագայում այդ զգայարանները ամեն մի կենդանի էակ ստանում է այն մարմնի միջոցով, ինչ մարմին, որ ինքը վաստակել է իր գործողություններով։ Եվ այսպես ուրեմն, սիրելիներս, չէ, այսօր մենք խոսում ենք ձեռքերի եւ ոտքերի մասին եւ խոսքը գնաց նրա մասին, որ այդ զգայարանները ղեկավարում են դրախտային մոլորակների արքա Ինդրայի կողմից, ղեկավարվում են ձեռքերը եւ ուրեմն կիսաստված Վիշնուի կողմից ղեկավարվում են ոտքերը։ Սկզբում խոսանք ձեռքերի մասին։ Եթե մենք խոսում ենք մարդկային կերպարանքի մոտ, այսինքն այնպիսի ձևերի մասին, որոնք իրենք կարողանում են օգտագործել իրենց ձեռքերը, որովհետև կենդանական աշխարհում երևի թե ձեռքերը կարողանում են շատ բավականին քիչ քանակությամբ կենդանիներ կարողանում են օգտագործել իրենց առաջին ձեռքերը, իրականում մենք թաթեր ենք ասում, բայց իրականում ձեռքերը, որովհետև հիմնականում կենդանական աշխարհում կենդանիները իրանք հենվում են, այսինքն բոլոր գործող օրգանները դա հիմնականում ոտքերն են, թռչունները իրանք թևերը չեն կարող օգտագործել ուրիշ ոչ մի բանի համար բացի թռնելուց, չգիտեմ, բչղակավորները իրենց ոտքերը չեն կարողանում օգտագործել ոչ մի բանի համար բացի քայլելուց եւ այլն եւ այլն։ Եվ կա շատ քիչ քանակությամբ կենդանիներ, դրա մեջ երևի ամենացայտունը դա կապիկներն են, որոնք իրենք շատ հմուտ օգտագործում են իրենց ձեռքերը առանձին, որպես գործող, ուրեմն որպես ձեռք գործող։ Ինչի մասին է խոսքը ընդհանրապես, երբ որ խոսքը ձեռքերի մասին է, այսինքն մենք տեսնում ենք, թե ինչպիսի լրջությամբ է Գերագույն Աստծո ազնվորությունը մտահոգված այն գործընթացով, թե ինչպիսին պետք է լինի նյութական աշխարհում ապրող կենդանիակների մարմինները։
նու առաջին հերթին խոսքը պիտի գնա նրա մասին, որ նրանք շարունակելու են գիտակցել իրենց որպես կենդանի էակներ, հա, եւ որպես այդպիսինը իրանք այս ինստրումենտը, որը ինքը նյութական մարմինն է, այդ իմաստով իհարկե մենք կարող ենք ասել, որ արիացիները իրենք նկարագրում են բիոռոբոտ գաղափարը, որովհետեւ մենք դեռ հիմա հեսաշուտով որ մտանք Կապիլադևայի ուսմունքի մեջ, այնտեղ մենք կտեսնենք, որ ես արդեն մի անգամ դա քննարկել եմ, որ արիացիները իրենք քննարկում են հոգու, ուրեմն կոնտակտը նյութական մարմնի հետ, նույն կերպ ինչպես որ դա ներկայացված է Ավատար ֆիլմում, նո բարձ է դառնում, որ գաղափարը վերցված է այստեղից, որտեղ ուրիշ ոչ միտեղ այդ գաղափարը չկա։ Եվ ուրեմն սիրելիներս, մենք կարողանում ենք հասկանալ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բավականին մանրակրկտորեն եւ հոգատարուն, մենք պետք է նկատենք դա, էլի, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչպիսի հոգատարությամբ է ընդհանրապես արարում նյութական աշխարհը, տալով կենդանի էակներին, որոնք ուզում են ապրել իրենից անկախ, հնարավորություն, որպեսզի իրենք կարողանան ուրեմն հասնել այն նպատակներին, ինչ նպատակներ, որ իրենք հետապնդում են։ Եվ սա իհարկե, որովհետև ասենք կան շատ կրոններ, որոնք իրենք նույնպես խոսում են նրա մասին, որ ազնվորությունը ինքը պետք է բարձր գնահատի այն հնարավորությունը, որ իրեն տրված է, որ մարմինը դա Աստծո տաճարն է եւ այլն, եւ մարմնի մասին պետք է հոգ տանել այն, բայց մյուս կողմից ասվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անիծեց կենդանի մարդկանց, դուրս բերեց իրենց դրախտային մոլորակներից, կենդանիների ստեղծեց միայն նրա համար, որ կենդանիները կամ իրար ուտեն, կամ մենք իրանց ուտենք, եւ այլն, չէ։ Եվ այստեղ ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ ինչ-որ հակասություն կա։ Մենք տեսանք, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությանը սազական գաղափարը կայանում է նրանում, ինչու սազական, որովհետև Գերագույն Աստծո անձնավորության բոլոր քայլերը պետք է ազատ լինեն նախանձից։ Եթե անձնավորությունը ինքը չի կարողանում ազատություն տալ ուրիշ կենդանի էակներին, դա նշանակում է, որ ինքը նախանձ է։ Ինքը նախանձ է եւ ինքը բռնակալ է։ Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կրոնական գաղափարախոսությունների մեջ ներկայացվում է որպես սիրո մարմնավորում։ Հետևաբար ինքը չէր կարող, ուղղակի այսպես տրամաբանությամբ եթե միայն դատենք, ինքը չէր կարող ուրեմն այսքան հոգատարություն ցուցաբերել ուրեմն այն մարմինների, այն հնարավորությունների հանդեպ, որը կենդանեակները կարող են օգտագործել նյութական աշխարհում, եթե ուրեմն ինքը իրականում լոյալ չվերաբերվեր կենդանեակների նյութական գոյությանը։ Իհարկե, ես շատ լավ հասկանում եմ, որ երբ որ առաջ են քաշվում անեծքի գաղափարը, մարդիկ իրանք փորձում են հասկանալ, թե որտեղից է ձևավորվել այս աշխարհի դաժան օրենքները, ինչու է այս աշխարհում այդքան լի այսպես օբյեկտիվ տառապանքներ, որտեղ մարդը եթե ինքը ոչ մի բան չանի, միևնույնն է նյութական աշխարհում այդ տառապանքները իրենք գոյություն ունեն եւ այդ տառապանքները իրենք առաջանում են գոյության պայքարի պատճառով, այդ տառապանքները իրենք առաջանում են նյութական մարմնի թերի լինելու պատճառով, այսինքն նյութական մարմինը ինքը բնությունը ինքը այնպես է ստեղծված, որ ցանկացած պահի մենք կարող ենք գործ ունենալ կենդանեակների հետ, որոնք անդարձալի կարող են վնաս հասցնել մեր մարմնին, խոսքը բակտերիաների, վիրուսների եւ դրա նման բաների մասին է, ինչու համար է ընդհանրապես այս ամբողջ դաժանությունը, եւ եթե արդեն ընդունվում է Աստծո գաղափարը, ապա տրամաբանական է, որ պատասխանատվությունը պետք է որ կրի Աստված։ Մենք ձեզ տեսանք, որ արիացիները իրենք սկզբունքորեն այս տեսանկյունի հետ համաձայն, ես սա մշտական կրկնում եմ, որովհետև շատ կարևոր է, որ մենք ոչ մի պահ այս գաղափարը մեր աչքերի, մեր կենտրոնացումից այն կողմ չտանենք, որովհետև այստեղ, երբ որ մենք ուսումնասիրում ենք տիեզերական կերպարանքը, մեր ամենագլխավոր խնդիրն է իրականում տեսնել, պարզ տեսնել
Աստծո հոգատարությունը։ Որովհետև ամեն անգամ, երբ որ մենք տեսնում ենք կարողանում ենք նկատել Գերագույն Աստծո ազնվորության ռեալ գործողությունները, մեր մեջ այն փափկում է այն կոշտությունը, որը մենք ունենք Արարչի հանդեպ, որովհետև չենք կարողանում հասկանալ, թե ինչու ենք ապրում այսպիսի դաժան աշխարհում։ Ուրեմն հիմա մենք խոսում ենք դες այդ արդեն նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը հոգատաբորեն, այսպես հոգատարությամբ մտածել է նրա մասին, թե իսկ ինչպես պիտի տեղափոխվեն այդ տարածքի մեջ, ինչպես պիտի տեղափոխվեն եւ ինչպես պիտի գործեն կենդանի էակները։ Գլխավոր սկզբունքը մտնում է հիմնականը։ Կա օբյեկտիվ բոլոր հնարավորությունները, այսինքն նյութական աշխարհի մարմինների բազմազանությունը։ Այդ բազմազանության մեջ, ուրեմն ամեն մի կենդանի էակ, ինչպես ես նոր ասեցի, վերցնում է այն մարմինը, կամ իրեն ոչ թե վերցնում է, կներեք, իրեն տրվում է այն մարմինը, որին ինքը արժանացել է։ Այս տեսանկյունից ես նախապես կարող եմ մի փոքրիկ բան ասել, որպեսզի դուք դա հաշվի առնեք, որ երբ որ մարդը իր մարդկային մարմնի մեջ, որը ակնհայտորեն իր մեջ ուրեմն բան է, պարունակում է ընտրություն, հա, միանգամայն պարզ է, որ մենք այսպես կոչված սիատն է, այսինքն մենք ամեն ինչ կարող ենք ուտել։ Մենք կարող ենք պահպանել մեր գոյությունը բուսակերությամբ եւ կարող ենք պահպանել մեր գոյությունը մսակերությամբ։ Ինչու է մեզ տրված այդ ընտրությունը բանականության հետ միասին։ Ճանապարհը դեպի հոգևոր աշխարհ ինքը անցնում է բարիության միջով։ Մինչև կենդանի էակը ինքը չվերականգնի որպես մինիմալ պլատֆորմա իր բարիությունը, այսինքն առանց յուրահատուկ ինչ-որ բանի անհրաժեշտության ուրիշի կյանքի ամենակոպիտ բանը, չէ, ուրիշի կյանքը խլելու պատրաստակամություն չունենալը, չէ, այդպիսի ազնվորության առաջ հոգևոր դռները փակ են։ Իրականում կենդանի մարդիկ իրենք դա գիտեք ոնց է, էլի ոնց որ ինչ որ մի գաղափար են ընդունում, որը թույլ է տալիս, որպեսզի իրանք իրականացնեն իրենց մեջ եղած արատի հանդեպ ուրեմն հակումը։ Եվ պետք է հասկացվի, որ համենայն դեպս ըստ արիացիների մենք կտեսնենք հետագայում 5-րդ երգում, եթե ապրենք այդքան եւ քննարկենք Բագավատամը, մենք այնտեղ կտեսնենք, որ արիացիները իրենք կնկարագրեն, որ այն ազնվորությունները, ովքեր որ մարդկային մարմնի մեջ, ես ասեմ չափից շատ ավելի կենդանիների սպանության մեջ են մասնակցում, այսինքն մսակերության հանդեպ հակում են ցուցաբերում, չէ՞։ Նրանք սկզբում գնում են դժոխք, ես դա նույնիսկ չքննարկել չեմ ուզում, ես չեմ սիրում խոսել դժոխքի մասին, որտեղ չեմ սիրում վախեցնել մարդկանց, հա, բայց դրանից հետո այդպիսի հոգիները իրենք գնում են կենդանական աշխարհ։ Գերագույն Աստծո ազնվորության խոսակցությունը շատ պարզ է։ Մարդկային մարմինը ունի հնարավորություն զարգանալու եւ ունի հնարավորություն անկում ապրելու։ Եվ հենց մարդկային մարմնի մեջ է, որ հոգին ինքը որոշում է կայացնում, թե ինքը ուզում է զարգանալ, թե հակառակը հակում ունի ընկնելու։ Եվ եթե մենք, օրինակի համար, շատ սիրում ենք դիակներ ուտել, մենք կենդանի էակներ ենք, հա, որոնք արդեն արժանի չեն, այսինքն մենք ոնց որ Գերագույն Աստծո ազնվորությանը ասենք, դու սխալվել ես, որպես բանականություն ես տվել, դու սխալվել ես, որպես զարգացած էմոցիա ես տվել, որպեսզի մենք կարողանանք լինել բարի, դու սխալվել ես, որպես արարող ձեռքեր ես տվել, եւ միակ բանը, որ մենք իրականում ուզում ենք, դա չանգերով խրվել ինչ-որ մեկի մարմնի մեջ, բսկտել նրա մարմինը եւ խմել նրա արյունը։ Սա է այն, ինչ որ մենք ուզում ենք անել օրը 100 անգամ։ Հասկանում եք, եւ իսկ այդ դաժանությունը, չէ, այդպես ատամները խրել կենդանի էակի
կոկորտի մեջ եւ ասած բերանի մեջ զգալ թե ինչպես է այդ կենթանիակը դպրտում ու սատկում որպեսզի դու կշտանաս, չէ՞։ Դա այդ կխնդրեմ գնալ ծնվի, չգիտեմ, այնտեղ արյուծ, գայլ, շուն, ինչ բոլոր այն կենթանիները, այսինքն գիշատիչ, գնա ծնվի գիշատիչ, ինչ գործ ունես մարդկային մարմնի մեջ։ Սա նրանց համար, որ դուք հաշվի առնեք ընդհանրապես, իսկ եթե հանկարծ արիացիները ճիշտ են։ Հիմա, բայց մենք այս պահին խոսում ենք այդ գործելու հնարավորության մասին, չէ՞։ Ձեռքերի միջոցով, տեսեք, ասենք, չէ, այդ ամենամեծ առավելությունը, որը մենք կարողանում ենք դրսևորել մեր մոլորակի վրա եւ իշխել այս մոլորակում, փոփոխություններ մտցնել բնության մեջ եւ այլն, դա արվում է ոչ միայն բանականության միջոցով, այլ միայն եւ միայն նրա հաշվին, որ մենք ունենք ձեռքերի յուրահատուկ կառուցվածք։ Չէ, այսինքն երբ որ մենք նայում ենք բնության մեջ, չէ, այդ գործող օրգանները, այսինքն ձեռքերը եւ ոտքերը, իրանք շատ տարբեր են բոլոր կենդանիակների մոտ, հա, եւ անմիջապես կախված են կենդանիակի բանականության մակարդակից։ Եթե կենդանիակը ինքը վաստակել է զարգացած բանականություն, այսինքն զբաղվել է ինքնազարգացմամբ, հա, ապա ինքը ստանում է այնպիսի մարմին, որի ձեռքերը ունակ են արարելու։ Հասկանում եք։ Եվ դրա համար, ուրեմն, մարդը, կոնկրետ մարդը, ինքը բավականին հետաքրքիր մարմին ունի այդ տեսանկյունից։ Հիմա ասվեց, որ ձեռքերի ղեկավարը Իսաստված Ինդրան է։ Սա իրականում շատ կարևոր խոսակցություն է, որտեղ այստեղ մենք պետք է հասկանանք, թե, ինչպես միշտ դա արել ենք, պետք է հասկանանք, թե իսկ այս պահին ով է Ինդրան։ Հա? Ինդրան ինքը, ինչպես ասեցի արդեն, կիսաստվածների բանն է, արքան է, կիսաստվածների արքան է եւ իմաստի տեսանկյունից ինքը, այսինքն որ սկզբունքն է արքայում դրախտային մոլորակներում, հա, այդ դրախտային մոլորակներում ամենագլխավոր սկզբունքը դա բանն է, օրինական զգայական վայելքը։ Այսինքն դրախտային մոլորակների, եթե կարելի է պատկերավոր ասել, դարպասը բացվում է միայն եւ միայն այն կենդանիակների առաջ, ովքեր որ միշտ կիրառում են օրինական զգայական վայելքի սկզբունքը։ Սա շատ մեծ խոսակցություն է, որովհետև կան մենք տեսեք արդեն քննարկել ենք, երբ որ քննարկում էինք քաղաքակրթության սանդղակները, չէ՞, մենք քննարկել ենք, որ գոյություն ունի մի քանի տեսակի քաղաքակրթության, 4 քաղաքակրթության 4 աստիճան։ Առաջինը դա այն է, որ կենդանիակ մարդիկ, մարդկանց մասին է այստեղ խոսքը, որ մարդիկ իրենք հենված են միայն կենդանական վնասների վրա, հա, եւ չունեն արվեստ, չունեն գիտություն։ Երկրորդ քաղաքակրթությունը դա արդեն մի աստիճան վերև է, որտեղ մարդիկ իրենք ունեն արվեստ, ունեն գիտություն, բայց չունեն բարոյականության օրենքներ։ Դա հիմնականում մեր ժամանակաշրջանի մասին է խոսքը, աստվածամերժության դարաշրջանի։ Հիմա կա քաղաքակրթություն, որտեղ մարդիկ իրենք ունեն, ուրեմն, ունեն գիտություն, ունեն արվեստ եւ ունեն մարդու կողմից հնարված բարոյականության օրենքներ։ Մենք սա բազմիցս քննարկել ենք։ Հիմա եւ կա քաղաքակրթության մակարդակ, որտեղ կա գիտություն, կա արվեստ, հա, եւ
կա Աստծո կողմից առաջարկված բարոյականության օրենքներ։ Այս թեման ինքը իրականում ահավոր կարևոր է։ Ես շատ մեծ ուշադրություն եմ դարձնում ընդհանրապես, երբ որ հանրության հետ գործ ունեմ, շատ մեծ ուշադրություն եմ դարձնում եւ իմ գրքերում եւ իմ դասախոսությունների մեջ այս թեմային։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մի նախադասությամբ ես դա միշտ ասում եմ, երևի թե հիշում եք, որ մարդու կողմից հորինված բարոյականության օրենքները իրենք իրանց մեջ պարունակում են շովինիզմ։ Աստծո կողմից առաջադրված բարոյականության օրենքները իրենք հաշվի են առնում բացարձակապես բոլոր կենդանի էակների շահերը եւ Գերագույն Աստծո ազնվորությունը միշտ, երբ որ ինքն է առաջարկում բարոյականության օրենքներ, ինքը դա քննարկում է, գիտեք ինչպես էլի, այն բույսերի հետ վարվելու կուլտուրայից սկսված մինչև կիսաստվածների հետ շփվելու կուլտուրան։ Եվ իրա վերջնական նպատակը միշտ հանդիսանում է նա, որպեսզի ինչքան որ դա այստեղ շատ կարևոր բան է, էլի, բացառում է, ինչքան որ դա հնարավոր է նյութական աշխարհում, այսինքն ինչքան որ դա հնարավոր է էգոիստների համար հաստատվել այնպիսի հասարակության մեջ, որտեղ երջանիկ են բոլորը։ Չէ՞։ Եվ դա առաքինության դաշտն է։ Մենք ձեզ հետ խոսում ենք դրա մասին, որ արիացիները իրենք համառորեն պնդում են, որ նյութական աշխարհի գոյությունը ինքը ենթարկվում է 3 օրինաչափությունների։ Դա տգետներն են, կրքոտները եւ իմաստունները, այսինքն բարիները։ Եվ եթե մենք չենք, եւ ես միշտ ասում եմ, որ ես շատ շահագրգռված եմ նրանում, որպեսզի մեր երկրում հատկապես ես այստեղ եմ ապրում եւ ինձ համար կարեւոր է այստեղի հոգեվոր զարգացումը, հա, հատկապես ասենք, որպեսզի մենք կարողանանք հասկանանք կամ ընդունենք այս գոյավիճակների տեսության կարևորությունը, որովհետեւ իրականում այս տեսությունը ինքը բացատրում է նյութական աշխարհի ամբողջ հոգեբանությունը։ Ժամանակակից հոգեբանությունը դա բավականին լուրջ գիտություն է, այդ գիտությունը ինքը մանրակրկիտ հետազոտել է գիտության եւ կրքերի գոյավիճակի մեջ հաստատված կենդանեակների հոգեբանությունը։ Ինչու համար։ Ոչ թե որ իրենք սահմանափակ են, այլ իրենք ուղղակի չեն հանդիպել։ Իրենք չեն հանդիպել այն կենդանեակներին, որոնք իրական առաքինի են։ Այսինքն այն ինչ որ արիացիներն են ասում առաքինություն կամ այն ինչ որ իրանք են եղել։ Հասկանում եք, ես միշտ ասում եմ, որ գոյավիճակների ազդեցության տակ գտնվող անձնավորություններ իրենք նման են այլմոլորակայինների։ Տգիտության գոյավիճակի մեջ գտնվող կենդանեակները իրանք այլմոլորակային են համեմատած կրքերի գոյավիճակի բանի հետ եւ առավել եւս առաքինիների համար, չէ՞։ Ուրեմն նրանք ովքեր կրքերի մեջ են, անհասկանալի են տգետների եւ իմաստունների համար։ Նրանք ովքեր իմաստության մեջ են, անհասկանալի են կրքոտների եւ տգետների համար։ Անհասկանալի դա նշանակում է, որ բացարձակապես հնարավոր չի ոչ մի գաղափար կազմել նրա մասին, թե ինչպես է, որ գիտեք որ ասենք ոնց էլի, դա կարելի է միայն наблюдать։ Դիտարկել, հա, բայց միևնույն է, ինչքան էլ ուզում եմ մենք դա դիտարկենք, մենք միշտ կողքից նայող ենք, չէ՞։ Եվ վերջնականում ցանկացած երևույթ, որը մենք ընկալում ենք, մենք անց ենք կացնում մեր պայմանավորված վիճակի մեջով, այսինքն մեր մեջ եղած անալոգներով։ Եւ դրա համար ասենք, չէ, մենք պետք է հասկանանք, որ աստվածամեժության դարաշրջանում հիմնականում ապրում են հիմնականում մեկ կրկի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակները։ Այդ պատճառով, երբ որ գիտնականները, հոգեբանները իրենք գնում են այդ հետազոտությունների հետևից, իրանք ստիպված ոնց որ հետազոտում են այն, ինչ որ այդտեղ կա։ Ոնց որ ասենք հիմա, ես ինչքան ուզում եմ գիտնական լինեմ։ Եթե ես փակված եմ այս սենյակում, ես իմ այդ հետազոտական ունակությունը կարող եմ օգտագործել միայն այս սենյակում գտնված ամեն ինչի հանդեպ, հասկանում եք։
Եվ այն, որ ես չգիտեմ կամ չեմ հետազոտել, ինչ կա կողքի սենյակում, դա ոչ թե իմ թերությունն է, այլ սահմանափակությունը։ Հասկանում եք։ Եվ ասեք այդ իմաստով ժամանակակից հոգեբանությունը ինքը ոչինչ չգիտի առաքինության մասին։ Հա, եւ շատ դեպքերում առաքինության նշույլները, որոնք կան, տեսեք, երբ որ առաքինությունը ինքը շատ քիչ տոկոսով է արտահայտվում, չէ՞, այն ազնվորության համար, որի հիմքը կիրքն է կամ որի հիմքը բռնությունն է, այդ առաքինության նշույլները իրանք դիտարկվում են որպես ահռելի խոչընդոտներ ինքնաարտահայտման համար։ Ինչ համար։ Իրանք ճիշտ են ասում, բայց ինչու են ճիշտ ասում։ Որովհետև այդ կենդանիակների ներքին հիմքը առաքինությունը չի։ Եվ երբ որ իրանց մեջ ինչ-որ բաների հետևանքով մի թեթև արտահայտվում է առաքինությունը, չէ, այդ առաքինությունը ինքը ներքին աշխարհի համար կրքոտի կամ տգետի ընկալվում է որպես զսպաշապիկ։ Հասկանում եք, եւ սա իրականում շատ բավականին բարդ իրավիճակ է հոգեբանության տեսանկյունից։ Եւ իսկ երբ որ մենք խոսում ենք Ինդրայի մասին, մենք խոսում ենք նրա մասին, որ ինքը ուրեմն օրինական զգայական վայելքի սկզբունքն է, որը իշխում է, որը դարպասներն է դրախտային աշխարհների, ապա մենք այստեղ խոսում ենք այդ աստվածային բարոյականության օրենքների մասին։ Այսինքն ինչի մասին է խոսքը, ինչ է նշանակում օրինական զգայական վայելք։ Սա իրականում արիացիների կողմից առաջ քաշված նյութական աշխարհում երջանիկ հասարակություն ստեղծելու հիմնակար սկզբունքներից մեկն է։ Ինչու՞մն է ընդհանրապես բարդությունը։ Բարդությունը բազմազանության մեջ է, չէ՞։ Այսինքն բոլոր մարդիկ, այս հələ կենդանիներին, մնացածներին թողնենք հանգիստ, հա, բոլոր մարդիկ իրանք ծնվում են տարբեր։ Իրանք ծնվում են տարբեր իրենց ներքին պոտենցիայով, ծնվում են տարբեր իրենց բնությամբ եւ իհարկե ծնվում են տարբեր իրենց ճակատագրով։ Եթե մենք հասկացել ենք վերածննդի գաղափարը, ապա արդեն պարզ գիտակցում ենք, թե որտեղից է այդ ամեն ինչը առաջանում։ Եթե մենք չենք հասկացել վերածննդի գաղափարը, ապա այն տրամաբանությունը, որը ես հիմա կքննարկեմ, մեզ համար կմնա անհասկանալի եւ հետեւաբար անընդունելի։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ սկզբնական տվյալները, որոնք ունի կենդանի էակը ամեն մի իր ներկայում կյանքում, չէ, արտահայտում են իր անցյալ կյանքերի գումարը։ Հիմա, սիրելիներս, ուրեմն իրենք արտահայտում են անցյալ կյանքերի գումարը եւ ազնվորությունը ինքը, երբ որ ծնվում է, ունի իրեն հատկացված անցնելու փորձ, որպես տհաճ իրադարձություններ իր կյանքում եւ վայելելու հնարավորություն։ Հիմա ինքը կենդանի էակը նյութական աշխարհում ձգտում է վայելելու տեսանկյունից ունենալ ազատություն։ Բայց ճակատագիրը, այսինքն թե ինքը որտեղ է ծնվել, չէ, ինչ մարմնում է ծնվել, ինչ ժամանակաշրջանում, այդ ժամանակաշրջանում որտեղ, չէ, որտեղ հիմա հենց այս պահին ինչ որ մեկը ինքը ծնվել է, չգիտեմ, Աֆրիկայում եւ որդերով լցված ջրի լուժայի մեջից ձեռքերով ջուր է վերցնում եւ խմում։ Ինչ որ մեկը ծնվել է Եվրոպայում, հա, եւ ասենք օգտվում է քաղաքակրթությունից, թեկուզ այնտեղ էլ իրականում կենցաղային տեսանկյունից թերությունները շատ են, հա։ Ինչ որ մեկը ծնվել է Միացյալ Նահանգներում, ինչ որ մեկը ծնվել է, չգիտեմ, Ազիայում, չէ, եւ ամեն մեկը ինքը ծնվել է ինչ որ մի քաղաքակրթության մեջ։ Իսկ ինչ է նշանակում քաղաքակրթություն։
եթե ոչ հնարավորությունների եւ սահմանափակումների բուկետ։ Եվ ամեն մի քաղաքակրթությունը ինքը ունի իրա, չէ, իրա ինչ-որ մարդու կողմից հորինված այդ բաները, թե ինչ է կարելի, ինչը չի կարելի։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք, եւ երբ որ անձնավորությունը ինքը ինչ-որ միտեղ ծնվում է, դա արդեն խոսում է նրա մասին, թե ինքը ինչ ճակատագրի տեր է։ Հա, հիմա այդ օրինական զգայական վայելքը դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը քաջ գիտակցում է, թե իր ծնունդի հետ կապված իրեն ինչ վայելք է տրված, թույլ տրված։ Եվ այո, իհարկե, եթե կենդանիակը իր անցյալ կյանքերում ունի մեծ քանակությամբ վատ արարքներ, ապա ներկա կյանքում ինքը կարող է ուղղակի զրկված լինել որևիցե բան վայելելու հնարավորությունից, չէ՞։ Օրինակ ինքը կարող է ծնված օրվանից լինել հաշմանդամ։ Ընդ որում, տեսեք օրինակ, եթե այդ նույն հաշմանդամը ինքը ծնվեր մեր թվարկությունից առաջ Սպարտայում, իրան ուղղակի հենց ծնվելու պահին ոտքերից կպրնած գլուխը կխփեին քարին, ոնց որ սպարտացիներն անում էին եւ կսպանեին։ Հա, որտեվ այդ ժամանակ այդ հասարակության մեջ մարդիկ իրանք ունեին այդ համոզմունքը, որ ոչ մի դեֆեկտ ունեցող անձնավորություն ինքը իրավունք չունի ապրի։ Կարելի է ասել, միանգամից տառապանքին վերջ տվեցին, որովհետև իրականում մահը ինքը, այսպես մեղքերը վառելու ամենաուժեղ մեթոդն է, այդ բռնի մահը։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, մյուս կողմից, չէ, կենդանիակը ինքը կարող է ծնվել նույն հաշմանդամը, ընդ որում էսպես էլի, այն որ ոչ մարմինն է կարողանում շարժվել, ոչ գիտակցությունն է զարգանում, դա ինչ-որ մի հատ էսպես չես էլ կարող ասես ինչ է իրականում, հասկանում եք, չէ՞։ Եվ ասեք այդ նույն ազնվորությունը ինքը ծնվում է դեմոկրատիայի ժամանակ, որտեղ պահպանվում են մարդու իրավունքները, չէ՞։ Եվ որտեղ օրենքը ինքը պաշտպանում է այդպիսի ազնվորությունների գոյությունը։ Հիմա տեսեք օրինակ, այդ 4 բանականության տեր մարդիկ իրանք մտածում են ինչ իմաստ ունի այս ազնվորության գոյությունը։ Չէ՞։ Երբ որ ինքը ասենք գանված է սայլակին, ոչ մի բան չի գիտակցում, բույսի նման ինչ-որ մի բան է, որը բացարձակապես ոչ մի բանականության բաներ չի ցուցաբերում, ուղղակի շնչում է եւ ուտում, ուրիշ ոչ մի բան, կենդանու նման։ Ինչ իմաստ ունի իր գոյությունը մարդու մարմնի մեջ։ Չէ՞, բայց իրականում, եթե ինքը ծնվել է այդ դարաշրջանում եւ այդ տեղում, իրան տրված է այդ հիվանդ մարմնի վայելք ստանալու զրկված լինելու տառապանքը երկար զգալ։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք, էլի որ այդ ամեն ինչը ինքը պատահական չի երբեք, թե մարդը ինքը որտեղ է ծնվել, չէ՞։ Հիմա, ուրեմն ամեն մարդ ինքը որտեղ որ ծնվել է, այդ տեղում, այսինքն ինչ տրադիցիաների մեջ որ ծնվել է, որտեղ ամեն մի տրադիցիա ինքը ունի այդ բանը, չէ՞, ինչ կարող ես վայելես, իսկ ինչ պարտականություններ ունես։ Պարտականություններ այն իմաստով, որ դուրը չի գալի, բայց ստիպելու ենք, որ անես։ Որտեվ երբ որ ես ասում եմ, էլի որ շատ բառեր կան, չէ, որ շատ ու շատ նրբություններ արյական քաղաքակրթության հետ կախված։ Ես Աստծո ողորմածությամբ հասկացել եմ միայն ու միայն նրա հաշվին, որ ինչ որ մի պահի ես հասկացել եմ, որ կան բառեր, որոնք արիացիները օգտագործում են ոչ այն իմաստով, ինչ իմաստով, որ օգտագործում ենք մենք։ Եվ պարտականություն բառը, այդ պարտականություն եւ համբերություն բառերի իմաստը ինձ համար
երբ որ բացվել է արիացիների կատարմամբ, չէ, այլ ես այդտեղ շատ մեծ խորքային հասկացողություն եմ զարգացրել արիացիների քաղաքակրթության հետ կապված, թե ինչպիսին էին արիացիները, ինչ հիմքերի վրա էր ընդհանրապես հենված իրենց քաղաքակրթությունը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն եւ տեսեք, այստեղ ինքը այդ բաները, այդ խնդիրները իրանք շատ արդիական են եւ շատ կարեւոր են։ Հիմա, այն որ ազնվորությունը ինքը ինչ-որ միտեղ ծնվում է, չէ՞, եւ իրան տրված է, ինչպես ես արդեն քննարկեցի, տրված է ինչ-որ մի քանակով։ Ինքը հասկանում է, որ այս բաներով ինքը կարող է վայելել, իսկ այստեղ իրան ինչ-որ բաներ պարտադրելու են, ստիպելու են։ Եթե ինքը ծնվել է ցածր խավերում, ապա շատ ավելի մեծ է պարտադրանքը եւ շատ ավելի քիչ է վայելքը։ Եթե ինքը ծնվել է բարձր խավերում, ոչ թե այն իմաստով, ինչ իմաստով, որ արիացիների մոտ էր, ոչ թե այն իմաստով, որ դա ավելի լավ մարդ է, այլ այն իմաստով, որ ավելի հարուստ է, ավելի ազդեցիկ է, հա, ուրեմն իրեն տրված է այդ միջավայրում ավելի մեծ վայելք։ Հիմա, սիրելիներս, չէ, եւ օրինական է այն վայելքը, որը մարդուն տրված է, կամ որը մարդ ինքը վերցնում է, ուրիշ կենդանիներին տառապանք չպատճառելով։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա այդ իմաստով մենք կարող ենք այդ օրինական զգայական վայելքը վերջնականում բերել եւ հասցնել այն ամենատափակ, ամենացածր մակարդակի խոսակցության, որ դա բանն է, դա մի օրենք է, որտեղ որ սեռական կարիքները կարելի է բավարարել միայն ընտանեկան հարաբերությունների մեջ։ Ինչու է սովորաբար սա կարևորվում, սովորաբար սա վրա հատուկ շեշտ է դրվում, որտեղ մենք մի անգամ արդեն քննարկել ենք, որ արիացիները իրենք քաջ գիտակցում էին եւ իրանք նյութական աշխարհը սովորաբար հենց այդպես էլ անվանում են, հա, սեռական ձգտման բան կանդալի շղթաներ, հա, որ իմինը այդ ձգտումը ինքը ղեկավարում է շատ ու շատ բաներ, այստեղ մենք հասկանում ենք, թե գաղափարը որտեղից է վերցրել Ֆրեյդը։ Եվ տեսեք, ասենք, չէ, սիրելիներս, ուրեմն այդ օրինական զգայական վայելքը ինքը ղեկավարում է ձեռքերը։ Հիմա տեսեք, օրինական զգայական վայելքի գաղափարը դա վերաբերվում է կենդանիակի դերքին աշխարհին, համաձայն եք, չէ՞։ Դա իմ արժեքային համակարգը պիտի լինի, որ ես ինձ թույլ եմ տալիս միայն եւ միայն այն վայելքը, որը օրինական է։ Հիմա տեսեք, այն մարդը, երբ որ ինքը օրինակ ենթադրեք, ինքը աստվածակենտրոն չի, չէ՞, եւ ինքը ենթարկվում է законопослушный гражданин, օրինապաշտ քաղաքացի է։ Այսինքն ենթարկվում է այն օրենքներին, որը տրված է իր երկրի մեջ։ Եվ ինքը կարող է ասել, ես ուրեմն դրախտ եմ գնալու, որովհետև ես պահպանել եմ, վայելել եմ միայն օրենքի սահմաններում, երբեք ոչ մի օրենք չեմ խախտել, հա, եւ իմ մոտ ամեն ինչ նորմալ է, ուրեմն եթե դրախտը կա, ես հաստատ դրախտ եմ գնալու։ Բայց իրականում մենք այստեղ պիտի հասկանանք, որ մարդկային հասարակության օրենքները իրանք երբեք արդարադատության մասին չեն խոսում։ Այդ տեսեք օրինակ, վերցնենք մեր բանը, չէ՞, ասենք մեր ժամանակակից աշխարհը։ Նույնիսկ այնտեղ, որտեղ որ կա մարդու օրենքների պաշտպանություն, չէ՞, ես երեք նայում եմ մեկ, որպեսզի այդտեղ ես նայում եմ, թե մարդը ինքը ինչպիսի հնարամտությամբ կարող է արատավոր լինել, այդպիսի կանալ կա 5-րդ տալիք ռուսական, որտեղ միայն կրիմինալ ֆիլմեր են ցույց տալիս, եւ ես մեկ նայում եմ այդ ֆիլմերը, արդեն ասեցի, թե ինչ նպատակով, եւ երեք մի հատ այդպիսի փոքրիկ հատված նայեցի, որտեղ շատ անարդար իրավիճակ էր,
Եվ հիմա օրենքի ներկայացուցիչը ինքը խոսում է սովորական մարդու հետ, որը մարդկայնորեն ամեն ինչ արել է արդար, բայց օրենքի սահմաններում ինքը օրենք է խախտել եւ անպայման պիտի պատասխան տա։ Հա? Եվ այդ մարդը ինքը հարց է տալիս օրենքի ներկայացուցիչին։ Ասում է օրենքի մեջ արդարություն կա։ Օրենքի ներկայացուցիչը պատասխանեց ոչ, չկա։ Բայց եթե չլինի օրենքը, կտիրի քաոսը։ Այսինքն գաղափարը շատ հաճախ, երբ որ մարդն է օրինում, չէ, գաղափարը շատ հաճախ կայանում է նրանում, որ ավելի լավ է լինի անարդար կարգավորվածություն, քան քաոս։ Եվ այո, իրապես այդպես է շատ դեպքերում, հա, որտեղ երբ որ անարդարությունը ինքը կարգավորված է, մարդը ինքը շատ լավ գիտի, թե որտեղ է ինքը հանդիպելու անարդարություն։ Եվ դրա համար ինքը աշխատում է, ուրեմն ապրել այնպես, որ խուսափի այդ տեղերից։ Հա, այսինքն, երբ որ մարդն է ինչ-որ մի բան հորինում, դա միշտ թերի է։ Եվ միշտ իր մեջ պարունակում է ինչ-որ մի անարդարություն։ Ինչու համար։ Որովհետև առաջին հերթին, հատկապես մեր դարաշրջանում, աստվածամերժության դարաշրջանում, երբ որ արատավորությունը ինքը ահռելի քանակությունով է, չէ՞, մենք կարողանում ենք հասկանալ, որ գոյություն չունի այդպես բաների, օրենքը պահպանող այդպիսի օրգան կամ այդպիսի քանակությամբ այնտեղ աշխատողներ, որոնք կարող էին կանխել ցանկացած հանցագործություն կամ բռնել եւ պատժել ցանկացած հանցագործի։ Տեսեք, օրինակ մարդկային գիտությունը, չէ, ինքը գնում է այդ դաշտ, որպեսզի այդ խնդիրը լուծի, այսինքն, որպեսզի հեշտ լինի բոլոր հանցագործներին ի հայտ բերել, ինչ է պետք։ Հնարավորություն է պետք բոլորին վերահսկելու։ Չէ՞։ Հիմա տեսեք, սկզբում դա եղավ ձեռքի հեռախոսը։ Երբ որ հայտնվեց ձեռքի հեռախոսը, չէ, բավականին հեշտ էր հասկանալ, թե ազնվորությունը ինքը որտեղ է, բայց չէ որ հանցագործները իրենք շատ ավելի հնարամիտ են, չէ։ Օրինակ, չեմ հիշում ով ասեց ինձի, որ բոլորս էլ գիտենք, որ այո, իհարկե, անվտանգությունը ինքը ունի դրված հեռախոսային խոսակցությունների մեջ, ունի դրված այնպիսի բառեր, որոնք եթե հնչեցին, անմիջապես միանում է ձայնագրությունը։ Հա, եթե հնչեց, օրինակ, չգիտեմ, պետություն, նախագահ, ռևոլյուցիա, չգիտեմ, ինչ բառեր կան, չէ, որոնք եթե հնչեցին, անմիջապես միանում է ձայնագրությունը։ Ինչու համար։ Որովհետև, այո, ռեալ կարող է դա շատ անմեղ միամիտ խոսակցություն է, չէ, բայց կարող է դա հանցագործների խոսակցություն է, որոնք ինչ-որ օրինակ տերակտ են պատրաստում։ Հիմա այդ դա արդարացված է, թե արդարացված չի։ Իհարկե արդարացված է։ Եթե իրոք արդար է։ Հասկանում եք։ Հիմա տեսեք։ Ասենք, հետագայում բաները հանցագործները իրենք հասկացան, որ այս սրանով հայտնաբերում են իրանց տեղը։ Հիմա իրանք ինչ են անում։ Իրանք հեռախոսը թողնում են տանը, երբ որ պիտի ինչ-որ կարևոր գործեր անեն, չէ, վերցնում են ինչ-որ մի հատ անմեղ տատիկի վրա գրանցված համար, այդ համարը իրենց մոտ գնում են, հանցագործներով իրար հետ կապվում են, ինչ-որ պետք է իրար հետ խոսում են կամ հանդիպում են, չգիտեմ ինչ են անում, բայց երբ որ ասենք անվտանգությունը ինքը փորձում է պարզել, թե այդ մարդը այդ ժամին որտեղ է եղել, իր հեռախոսը եղել է տանը։ Ահա, ուրեմն ինքը եղել է տանը, բայց արդեն անվտանգությունը հասկանում է, որ ոչ, հանցագործները շատ հաճախ դիտավորյալ թողնում են տանը, ուրեմն ինչն է բանանում։ Այդ նույն հետևելու սարքը պիտի այնպես լինի մարդու մոտ, որ ինքը չկարողանա դա թողնի տանը։ Եկանք հասանք ճիպավորման գաղափարին։ Հասկանում եք, չէ՞, բայց այդ տեսեք
ինքը կատարողը, ես միշտ ասում եմ, ամենակատարյալ սիստեման, ամենալավ նպատակները, եթե ընկնում են սրիկանների ձեռքերը, իրանք վերածվում են շատ վտանգավոր երևույթի, չէ՞։ Եվ այդ նույն ֆիլմերում օրինակ, չէ, ցույց է տալիս, որ հիմա կա հնարավորություն, ասենք բաժակի վրա մնաց հետքը, չէ՞, իրանք կարողանում են այդ հետքը հանել, տանել, ինչ որ լմբցնել կոմպյուտերի մեջ, հասկանալ, սա ում մատնահետքն է։ Եվ տեսեք, եթե ամեն ինչ արդար է, սա ինչքան լավ ինստրումենտ է, չէ՞։ Բայց եթե մարդը ինքը սրիկա է, ինքը ինչ է անում։ Ինքը վերցնում է այդ նույն հնարավորությունը եւ օրինակ դու ինչ որ միտեղ մտար, թշնամի ունես, որը ուզում է ինքը հանցագործություն գործի, հետո այդ հանցագործությունը գցի քո վրա։ Դու միտեղ մտար, բաժակ վերցրեցիր, ինքը այդ բաժակը վերցրեց, այդ նյութի միջոցով ուրեմն քո հետքերը բոլորը վերցրեց, գնաց հանցագործություն գործեց ու հետո օրինակի համար ենթադրենք, բան եմ ասում էլի, այդ նույն բանի միջոցով քո հետքերը տպեց այդ դանակի վրա։ Դա հիմա գնա ապացուցի, որ դու այդ դանակի հետ կապ չունես։ Տեսեք, ամեն մի հնարավորություն, որը մարդն է հորինում, ինքը այդ երկու ծայրահեղ բաների վրա կարող է օգտագործվել։ Եվ դրա համար է, որ իհարկե այո, սովորական մարդը ինքը միշտ այդպիսի բաներից վախենում է։ Ինչու, որովհետև մենք շատ քաջ գիտակցում ենք, որ վերևներում նստած են ոչ ավելի պակաս արատավոր անձնավորություններ, որոնք կան ներքևներում։ Եվ արիացիներ իրանք հենց այդպես էլ ասում էին։ Պրոստը իրանք մի քիչ կոպիտ են ասում, ես այդ կոպտությունը հիմա չեմ ուզում արտաբերեմ, որ չջղայնացնեմ։ Հասկանում եք, իրանք հենց այդպես էլ ասում են, որ աստվածաբեժության դարաշրջանում խավերի միջև, այսինքն հասարակական դիրք գրավողների միջև մարդկային բարոյականության կամ մարդկային որակի տեսանկյունից տարբերություն չի լինելու, որ ամենացածր խավում ծնված անձնավորությունը իր որակներով չի տարբերվելու նրանից, ով որ ամենաբարձրում է։ Կրկնում եմ, ոչ թե կրթությամբ չի տարբերվելու, ոչ թե էրուդիցիայով չի տարբերվելու, այլ որակներով։ Իսկ դա նշանակում է, որ չի տարբերվելու ցանկություններով, չի տարբերվելու մեթոդներով, որը ընտրում է իր ցանկությունները իրականացնելու համար, հասկանում եք։ Եվ այդտեղ մենք արդեն հասկանում ենք, որ վտանգավոր իրավիճակի մեջ ենք, եթե անմեղ ենք։ Որովհետև ցանկացած պահի ցանկացած մարդու հանդեպ ցանկացած բան կարելի է անել։ Նույնը վերաբերվում է, ասենք, այդ թվային ինֆորմացիա հավաքելուն, չէ՞։ Ցանկացած մարդ, որը ինքը մուտք ունի այդ համակարգի մեջ, ցանկացած մարդու տվյալ, ինչպես ուզի կարող է փոխի։ Ու վсё։ Այդ գտնել չգտնել ընդհանրապես, թե ինչ է փոխվել, ինչ չի փոխվել։ Հա, ինչ որ անվտանգության բաներ կան իհարկե, որ ասենք հնարավոր է իմանալ, որ այստեղ փոփոխություն է կատարվել, չէ՞։ Եվ այլն, էլի, հասկանում եք, պրինցիպն եմ ուզում հասկանանք, էլի, այդ օրինական զգայական վայելքը ինքը որն է, որ ինքը կա մարդու կողմից հորինվածը, եւ այդ մարդու կողմից հորինվածը ինքը սպես թաթախված է անարդարության մեջ, հա։ Երբ որ գերագույն Աստծո անձնավորությունն է այդ բաները անում, չէ՞, տեսեք, օրինակ, իր համար ինքը ստեղծել է նյութական աշխարհը, մենք դες հետ կարդացինք, ինքը ո՞նց է ստեղծել։ Այսպես, այս ինչ հոգիները, որ այս ինչ որակներ ունեն, ծնվում են այստեղ, այս ինչ հոգիները, որ այս ինչ որակներ ունեն, այստեղ, այս ինչները այստեղ, ամեն ինչ բաժանված է, ամեն տեղում, պարզ է, թե այդ կենդանիակներից ինչ է կարելի սպասել։ Հա։ Կամ ասենք, երբ որ աստվածային հասարակություն է, այսինքն արիացիների հասարակությունն է, չէ՞, իրանց մոտ այսպես շատ խիստ դրված է այդ հանգամանքը, որակ, ոչ թե միայն էրուդիցիա, ոչ թե միայն պրոֆեսիոնալ պատգոտովկա, պիտանելիությունը, էլի, մանչ կամ բառ, հա, այլ եւ որակը։ Եվ եթե ազնվորությունը ինքը այդ համապատասխան որակները չուներ, ինչպիսի կրթություն ուզում էր ինքը ստացած լիներ, իրան ոչ մեկ թույլ չէր տա, որ ինքը ղեկավարի հասարակությամբ, հասկանում եք, եւ այո, այդ ժամանակ հասարակությունը նույնպես ուներ
Բայց իրանք գիտեին ումիջ ինչ մենք էլ գիտենք ումիջ ինչ սպասենք։ Բայց այն ինչ որ մենք գիտենք, որ կարող ենք սպասենք, դա ոչ մի դրական բան չի։ Հասկանում եք։ Իսկ այնտեղ բոլորը գիտակցում էին, թե եթե ազնվորությունը ինքը արդեն այս դիրքում է, ինքը ներքին ինչ բարոյականություն ունի։ Հասկանում եք։ Եվ օրինական զգայական վայելքը ինքը վերաբերվում է ոչ թե միայն սեռական կյանքին, թեկուզ սեռական կյանքին նույնպես, այլ ինքը նաև վերաբերվում է նրան, թե ազնվորությունը ինքը ինչպես է վարվում իր հասարակական դիրքի հետ, հա? Ինչպես է իրան վարվում իր բարեկամական հարաբերությունների մեջ, ընկերական հարաբերությունների մեջ, գործնական հարաբերությունների մեջ, չէ՞։ Այսինքն ինչը կարող է իրան թույլ տալ, իսկ ինչը չի կարող թույլ տալ։ Ոչ թե որովհետև օրենքը իր հերթին, այլ որովհետև հենց ինքը իր մեջ ունի այդ արժեքային համակարգը, հասկանում եք, որ այսինչ բանը կարելի է վայելել, իսկ այսինչը չէ։ Ինչպես է Աստված որոշում, որն է կարելի վայելել։ Իր համար գոյություն ունի մի հատ սահման։ Կարելի է վայելել այն ամեն ինչը, ինչը որ տառապանք չի պատճառում ուրիշին։ Համենայն դեպս դու ինքդ չես ձգտում, պատրաստ չես տառապանք պատճառելու։ Եթե հանկարծ ինչ-որ մի բան վայելեցիր և դրա հետևանքով ինչ-որ մեկը տառապեց, Գերագույն Աստծո ազնվորությունն է, եթե դա պատահական է եղել, այսինքն դու այդպիսի նպատակ չէիր հետապնդում, այդպես ուղղակի ստացվեց, հա? Այդտեղ իհարկե պարզ է, որ վերաբերմունքը մի քիչ այլ է, քանի որ դու ուղղակի այն ազնվորությունն ես, որը պատրաստ է ցանկացած կենդանեակի, ուրեմն ցանկացած տառապանք պատճառել։ Այդ դա վայելք է անօրինական։ Ինչու՞։ Որովհետև երբ որ ազնվորությունը ինքը պատրաստ է ուրիշ կենդանեակի դաշտ մտնել, չէ՞, եւ այդտեղ իրան տառապանք պատճառել, կամ խլել ինչ-որ մի բան, կամ հիասթափեցնել, կամ խաբել, կամ չգիտեմ ինչ անել, չէ՞, ինքը միշտ բան է անում, խլում է այդ կենդանեակից իր կյանքը վայելելու հնարավորությունը։ Միշտ։ Հասկանում եք։ Իսկ եթե այդ տրամադրությունը կա, դրախտային իրավիճակ չի կարող լինի։ Հասկանում եք։ Եվ տեսեք օրինակ, ինչ հասարակության մեջ ուզում է ապրած լինեք։ Եթե դուք պահել եք այդ սկզբունքը, որ ինձ համար կարևոր է, որ ես պատասխանատվություն կրեմ իմ ցանկությունների համար, որ ես միշտ իմ ցանկությունների իրականացնելու մեջ, օրինակ ասենք, ուզում եմ լինեմ հարուստ։ Հա? Բայց ես պատրաստ չեմ հարուստ լինել հանցագործության հաշվին։ Ես պատրաստ եմ անկեղծ աշխատեմ, դրա դիմաց, ինչ ապրուստ որ ինձ տրվում է, այդ ապրուստը վայելեմ։ Այո, իհարկե, աստվածամերժության դարաշրջանում շատ դեպքերում արդար աշխատանքով պրակտիկորեն հնարավոր չի լինել հարուստ։ Ինչու համար, որտեղ դու պիտի կարողանաս պնդակաշի լինես, չէ, որ մրցակցության մեջ հաղթես։ Ընդունված չի խոսալ, թե մրցակցության մեջ ընդհանրապես մարդիկ ինչերի են ընդունակ։ Ընդունված է ստեղծել շիրմա, գեղեցկության շոու, որ ամեն ինչ արդար է։ Բայց իրականում թե դրա տակը ինչեր կա, մենք հենց ինքներս էլ այդ իրականությունների մասին ֆիլմեր ենք նկարում, գրքեր ենք գրում եւ այլն, եւ բամբասում։ Հասկանում եք, ուրեմն մենք պիտի հասկանանք, որ այդ դրախտային կյանքը, այսինքն երջանկությունը նյութական աշխարհում, ինքը հնարավոր է միայն, երբ որ կենդանեակը գործում է, հա, համաձայն օրինական զգայական վայելքի սկզբունքների։ Հասկանում եք։ Եթե ասենք վերցնենք սեռական դաշտը, ինքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր ձեռքերը կպնեն ուրիշի կնոջը կամ ուրիշի տղամարդուն։ Հա? Կամ ասենք երբեք իրան թույլ չի տա, չգիտեմ,
գողանան ընտանիքի ունեցվածքը, որպեսզի տանի կազինոյում վսխի։ Դա անօրինական վայելքներ են։ Հասկանում եք։ Եվ ուրեմն տերի դրան ինքը ղեկավարում է կենդանեակի ձեռքերը։ Չէ՞։ Եվ հիմա սա էր, չէ՞, որ հիմա այսպես ինչ-որ ամեն ինչը կարդում ենք, սա ինչն էր։ Սա դա էր, չէ՞, որ կիսաստվածներն ասին, մենք չենք կարողանում ներդաշնակ գործել։ Թույլ տուր մեզ, որ մենք հասկանանք քո նպատակները։ Եվ մենք այն ժամանակ քննարկեցինք, չէ՞, կներեք։ Մենք այն ժամանակ քննարկեցինք, որ այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ կիսաստվածները իրենք հասկացան, որ նյութական է, որտեղ իրենք առաքինության գոյավիճակի ներկայացուցիչներ են, հիմա իրենք կարող են հակակրանք ունենալ Արարատի հանդեպ, չէ, բայց իրանք ղեկավար են մարմնի Գերագույն Աստվածնավորությունը ուզում է իրանց վստահել մարմնի մասերի ղեկավարությունը։ Եվ հիմա Գերագույն Աստվածնավորությունը ամեն մեկին դա ցույց տվեց, որ դուք պիտի նորմալ աշխատեք, անկախ նրանից, ինչ մարմին է ստացել այդ կենդանեակ։ Նյութական աշխարհում բոլոր գիտակցությունները եւ արատավոր, եւ առաքինի, եւ կրքոտ, եւ տգետ բոլոր գիտակցությունները իրավունք ունենալ մարմին եւ այդ մարմնի մեջ գործել։ Հա? Եվ ուղղակի այդ նախասկզբնական մարմնի վիճակը, որ ինչ-որ մեկը պիտի այսպես լինի, այնպես լինի, այդ դրա վերջնական բանը, որոշում կայացնողը դուք չեք։ Դուք պետք է բոլորի համար համաչափ թույլ տաք, որ օրինակ ձեռքերը գործեն։ Եվ երբ որ ես կասեմ, այս մեկի ձեռքերը այլևս պետք չի որ գործեն, դուք կկազմակերպեք իր մարմնի մեջ ինսուլտ, օրինակ։ Կամ չգիտեմ, կընկնի մեքենայի տակ կդառնա հաշմանդամ։ Այնպես որ ձեռքերը չկարողանա շարժի, բայց այդ որոշողը մենակ ես եմ լինելու։ Իսկ դուք բոլորի բանը պիտի ղեկավարեք, չէ՞։ Հիմա ուրեմն տերինրան ինքը այդ օրինական զգայական վայելքի մեջ, պատկերավոր ասած, ձեռքերը օգտագործելու սկզբունքն է։ Հիմա քայլելը։ Մենք գիտենք, որ արիացիները իրենք ման են անում մենք գիտենք, որ արիացիները իրանք Տեր Վիշնու են անվանում նյութական աշխարհը արարող Աստծուն, այսինքն արարչին իրանք անվանում են Տեր Վիշնու։ Հա? Հիմա, բայց այստեղ հատուկ նշվում է տեքստի մեջ, փակագծերի մեջ, Պրաբհուպադը ինքը նշեց, որ այստեղ խոսքը չի գնում այդ Վիշնուի մասին։ Ուրեմն, երբ որ ընդհանրապես խոսվում է նրա մասին, որ Վիշնուն ինքը ղեկավարում է կենդանեակի ոտքերը, նկատի ունեցվի, այստեղ ասվեց, որ դա ոչ թե արարիչն է, չէ, այլ դա այն կիսաստվածն է, որը ինքը պատասխան է տալիս շարժվելու, չէ, որտեղ ոտքերը իրանք ոչ թե միայն շարժվում են, պատժկա այդ պահելու, հա, եւ այդ քայլ առ քայլ, հա, պաստուպացիլնես։ Մի րոպե ներեցեք այդ բառը նայեմ, որտեղ դա կարևոր սկզբունք է։ Առաջընթաց, չէ, քայլ առ քայլ էլի, այդ քայլ առ քայլ առաջ գնալու ուրեմն հնարավորությունը, չէ։ Այսինքն, եւ կենդանեակը, երբ որ ունի ոտքեր, երբ որ ինքը ունի շարժվելու հնարավորություն, դա նշանակում է, որ ինքը կարող է ամեն տեղ լինել, չէ։ Այսինքն ինքը կարող է ամեն վայր գնալ։ Հիմա տեսեք,
Այստեղ նույնպես, չէ՞, միանգամից մենք տեսնում ենք ճակատագիր գաղափարը։ Ինչու՞։ Որովհետև մոլորակի վրա կան պետություններ։ Օրինակ առաջներում, չէ, շատ հներում, այդպես ինչ-որ տենց բան սահման, որ ասես ինչ-որ սահման գծած բան, այդպես զենքերով կանգնած բան, այդպես հեշտ էր, չէ, սահմանը անցնելը։ Դու կարող էիր ուղղակի ինչ-որ մի հատ անտառի մեջով հանգիստ սահման անցնեիր։ Չէ, հիմա քանի գնում է, դա դժվարանում է, չէ։ Եվ տեսեք, այսինքն դա ինչ է նշանակում, որ քանի գնում է, այդ ճակատագրի մեջ փակված լինելը, այ հատկապես դա սովետական միության մեջ էր, չէ, արտահայտված, որ ճակատագրի մեջ փակված լինելը, դա այն նույնպես ճակատագրի մասին խոսացող բան է, չէ, եւ այդտեղ առաջի բանը, որ սահմանափակվում է, դա տեղից տեղ տեղափոխվելու հնարավորությունն է։ Ինչ է նշանակում ստրկատիրական հասարակություն, կամ այդ Ռուսաստանի պամեշչիկի, հա, այդ պամեշչիկի, չէ, որ մարդը ինքը իրավունք չուներ ազատ տեղափոխվելու, այսինքն ցանկացած գյուղ, որտեղ մի հատ նոր մարդ հայտնվեր, այդ հիմա չէր կարող լինել, չէ։ Հիմա մեր ժամանակներում էլ է, չէ, այդպես, ուղղակի ինքը դեմոկրատիայի տեսք ունի, դու իրավունք ունես տեղափոխվելու, ուղղակի պետությանը տեղյակ պահի, որ դու գտնվում ես իր մեջ, որտեղ ես գտնվում եւ ինչով ես զբաղված, բայց այո, կարող ես գալ, հասկանում եք, չէ, այսինքն այդ դա էլ է, չէ, այսինքն շարժումը սահմանափակող, կա գործողությունները սահմանափակող ճակատագիր եւ կա շարժումը սահմանափակող ճակատագիր, հասկանում եք, չէ, եւ այդ թե ինքը ինչքան պիտի սահմանափակ լինի, որոշում է գերհոգին, հա, բայց ինքը ունակությունը շարժվելու մարմինը պահելու ոտքերն են, չէ, պահում ցանկացած մարմին, ուզում է կենթանու լինի, ուզում է 4 հոտ կանի, ուզում է 2, ինչ ուզում է լինի, ոտքերն են պահում, նույնիսկ թռչուններին ոտքերն են պահում, չէ։ Եվ դա է նշանակում, որ ինքը մի կողմից հենարան է, հա, մյուս կողմից ինքը բան է, այդ ամեն տեղ գնալու հնարավորությունը։ Ինքը Վիշնու բառը առաջանում է Վիշ արմատից, որը ինքը խոսում է նրա մասին, որ մտնել կամ այսպես էլի թափանցել, հա, եւ հիմնական իմաստը այդ բառի դա է, բան էլի, всепроникающий, ամեն տեղ թափանցող։ Եվ երբ որ խոսացվում է նրա մասին, որ Վիշնուն ինքը բանն է, ոտքերի ղեկավարն է, չէ, ոչ թե բանի էլի, ոչ թե առաջի կատարմամբ, այլ մինը կա կիս Աստված, որի անունը Վիշնու է եւ որը ինքը ղեկավարում է շարժումը, հա։ Եվ որ այդ դրա մասին է խոսացվում, խոսքը գնում է աստվածային այն ուժի մասին, որը ինքը պահում է բոլոր կենդանիակների բանը, ասենք, գոյությունը, որտեղ կենդանիակները իրանց գոյությունը պահպանում են նրա հաշվին, որ կարողանում են շարժվել, չէ, եւ տալիս է կենդանիակներին այդ ունակությունը շարժվել, հա, գնալ առաջ եւ բանի մեջ տարածության մեջ տարբեր դիրքերում հայտնվել, հա։ Ուրեմն մենք հասկանում ենք, որ երբ որ այստեղ սա շատ կարևոր է, էլի որ չշփոթենք, որ այստեղ երբ որ Վիշնուի մասին է խոսքը գնում, խոսքը չի գնում գերհոգու մասին, այլ խոսքը գնում է այսպես կոչված դևա, այսինքն բան, կիս Աստված, չէ՞։ Օրինակ տեսեք ինչքան հետաքրքիր է, որ ասենք իրականում սանսկրիտ լեզվում դևա խոսքը նշանակում է կիս Աստված։ Իսկ մենք դև բառը օգտագործում ենք սատանայի հանդեպ։ Դա լեզվաբանության իմաստով շատ հետաքրքիր կետ է։ Հա, ուրեմն, այսինքն ինչպես ես արդեն ասեցի, ինքը ղեկավարում է բանը եւ կոնտեքստեր եւ Բագավատամում եւ բանում, ուրեմն որտեղ խոսում է նրա մասին, որ ոտքերը իրանք բանն են, հենարան տվողն են եւ այնտեղ ներկա է Տեր Վիշնուն իր այդ հնարավորությամբ։ Հիմա մյուս կողմից
Տերվիշնուն է, որ ինքը, եթե իմաստի տեսանկյունից ենք խոսում, արարչի տեսանկյունից ենք խոսում, Տերվիշնուն դա այն հենարանն է, որը ինքը հնարավորություն է տալիս կենդանիակներին ընդհանրապես բաների հողակցված լինել այս աշխարհին եւ ուրեմն բան գործել այս աշխարհում։ Հասկանում եք։ Ուրեմն սա էլ այ դրա մասին։ Եվ վերջում ես կարծեմ Տերիդրայի անվան հետ կապված բանը չարեցի, հա, չբացատրեցի, հիմա որ Վիշնուին խոսացի, շեշտեցի, որ Ինդրայինը չեմ ասել։ Ուրեմն Ինդրայի անունը, որտեղ մենք Ինդրայի հետ շատ ենք հանդիպելու, ինքը դրախտային մոլորակների արքան է, շատ այսպես խառը բնավորության տեր է, ինքը շատ պատմություններում Բhagavad-ամիր լինելու է բավականին այսպես մեծ դեր կատարող պերսոնաժ, որի վրա մենք ձեզ հետ ուսումնասիրելու ենք շատ հետաքրքիր սրտի արատներ, հա։ Դրա համար կարևոր է հիշենք, որ Ինդրա բառը ինքը ունի ինդ արմատը, որ ինքը նշանակում է շատ բազմազան նշանակություններ ունի։ Մի կողմից նշանակում է ուժ, մյուս կողմից նշանակում է կաթիլ, հա, մյուս կողմից նշանակում է կուտակել, մյուս կողմից նշանակում է իշխել եւ մյուս կողմից էլ նշանակում է գրգռել, հա։ Եվ այդտեղից եւ Տերինդրան ինքը այն որ ինքը այդ կաթիլ բառն է նշանակում, Տերինդրան ինքը բանի անձրևների կիսաստվածն է, հա։ Եվ ուրեմն այդ ինդ արմատը ինքը տալիս է Ինդրային ուժի բանի просветание, изобилие, այդ որ ինչ-որ մի բանը շատ է, էլի, изобилие, в общем, հա, բանի եւ խոնավության, այսինքն ջրի բանն է տալիս, հնարավորություն է տալիս, ռա սուֆիքսը ուրեմն ինքը շատ տեղերում է օգտագործվում, որպես ասենք օրինակ մենք անուններ ենք կարդացել, միտրա, չէ, կամ կումբրա, շատ անուններ կան, շատ բառեր կան, որ իրանք ռայով են վերջանում, իրանք միշտ անվան արմատին տալիս են իշխողի բանը, այսինքն նա ով իշխում է, հա, ինդ բառը նշանակում է ուժ, կաթիլ, հավաքել, իշխել, գրգռել, ռան նշանակում է, որ այդ արմատի կրողը ինքը այդ երևույթների վրա իշխում է, հա, այսինքն եթե մենք խոսանք բանել, ասես անմիջապես իմաստի մասին, Ինդրա նշանակում է ուժի տիրապետողը, վլադիկը, հա, դա ով որ տալիս է բան հզորություն, նա ով որ բան է պավիլիվայդ, էլի, իշխում է անձրևին, ջրեր, իմինը կաթիլ, որտեղ կաթիլ, անձրևին, մենք չենք կարող ասենք օվկիանոսին, որտեղ չի ասվում, որ ինքը իշխում է, այդ բառը չի նշանակում ջուր, այդ բառը նշանակում է հենց կաթիլ, հասկանում եք, հա, եւ ուրեմն ուղղակի իմաստով, ֆունկցիոնալ իմաստով Տերինդրան ինքը ուրեմն այդ բաները ունի, այդ ֆունկցիաները ունի, այսինքն, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ Տերինդրան ինքը որպես անձնավորություն ուղղակի բանել, ուղղակի անձրևների աստվածը չի, ինքը ուրեմն համ զգայարան ղեկավարող է, ինքը համ աստված, անձրևներ տվող է, ինքը համ դրախտային մոլորակների արքան է, օրինակ ասենք, երբ որ խոսվում է 5 զգայարանների մասին, չէ, սանսկրիտ այդ բառը ինքը հնչում է Ինդրիա, հա, այսինքն ինքը համ էլ զգայարանների ղեկավարն է, ինչու որտեղ ինքը բանն է, չէ, օրինական զգայական վայելքի սկզբունքն է, որպեսզի կենդանիակը ինքը զբաղվի, ինքը իրեն թույլ տա միայն օրինական զգայական վայելք, այլ ոչ թե վայելք, որը ինքը գողացել է
կամ վայելք, որը ինքը բռնության միջոցով է հասել, այսինքն ուրիշների տարածք մտնելով է ձեռք բերել, չէ, դրա համար կենթանիակը ինքը պետք է կարողանա ղեկավարի զգայարանները։ Հասկանում եք, եւ իդրան ինքը, այսինքն ինքը համել զգայարանների արքան է, եթե կարելի է այդպես ասել, հա։ Ուրեմն այսպիսի նշանակություններ ունի ինքը Տերին դրան, այդպիսի ուրեմն գաղափարների կրող է, հա, եւ ինչպես ես արդեն ասեցի, այս աստավորության հետ մենք շատ ենք հանդիպելու, ուրեմն սիրելիներս, մյուս կողմից մենք կարող ենք տեսնել, որ գաղափարը ինքը մնում է այդ նույնը, որ հնարավորությունները նյութական աշխարհում տրվում են բոլորին, իսկ թե ում ինչ չափով այդ գործոնը որոշում է միայն գերհոգին, եւ այստեղ է որ մենք պետք է հասկանանք, թե որտեղ է սկսվում կիսաստծո անհրաժեշտությունը եւ որտեղ է ավարտվում իր հնարավորությունները, հա, եւ դա շատ նման է, ինչպես մենք տեսնում ենք, պետության կառուցվածքին, որտեղ իհարկե նախարարները իրենք եւ պատասխանատու են իրենց նախարարությունների համար եւ համել այդտեղ ազատ գործելու հնարավորություն ունեն, բայց թե վերջնականում ինչ ուղղությամբ իրանք պիտի գործեն, այսինքն այդ ուղղության մեջ իրանք ազատ են, բայց ուղղությունը դա իրենց սահմանափակում է եւ այդ ուղղության, այսինքն սահմանափակման բանը որոշում է Գերագույն Աստծո անձնավորությունը, որի հնարավորությունները անսահմանափակ են։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ կիսաստվածների երկրպագությունը ինքը միշտ պիտի կատարվի հենց այն ռամկաների մեջ, որ այն ֆունկցիաների մեջ, որի համար ինքը պատասխանատու է։ Հասկանում եք, մեկ ժամանակակից աշխարհում մարդիկ իրենք կիսաստվածներին սկսում են տալ ֆունկցիաներ, որոնք այդ կիսաստվածները չունեն։ Այստեղ մենք այս մշակույթի մեջ պիտի հասկանանք, որ երբ որ մենք ինչ-որ բաներ ենք հորինում, իսկ ինչի համար ենք հորինում։ Հորինում ենք, որպեսզի կարևորություն տանք մեր աստվածներին, որ այս մեր աստվածները կարող են նաև սա, կարող են նաև նա, բայց եթե իրականում այդ կիսաստվածները իրանք Աստծո կողմից հովանավորված չեն ինչ-որ ֆունկցիա կատարելուց, ինչքան ուզում է մարդը հորինի։ Հասկանում եք, արդյունք միևնույն է չի լինելու։ Մեր հանդիպումների գլխավոր իմաստներից մեկը այն է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ այծի կաթը իր կրծքի մեջ է, այլ ոչ թե մորուքում կախված այդ մսի գունդի։ Այնտեղ ինչքան ուզում ես կթի, կաթ չի լինելու։ Եվ այդ իլյուզիան, որ այստեղ կաթ կա, շատ կարճ է տևելու։ Հասկանում եք, որովհետև արդյունք չի լինելու։ Ուղղակի նա, որ մեզ ասում է այստեղ կաթ կա, հա, այն ընթացքում, որ մենք իրան հավատացինք, այն ընթացքում, որ մենք իրանով տարվեցինք, գնացինք իր հետևից, ես հիմա շատ կկոպտացնեմ խոսակցությունը, այդ արանքում ինքը իրականացրեց իր նպատակները, որոնք սովորաբար շատ խիստ, այստեղ ես նույնիսկ չեմ վախենա այդ խոսքը ասեմ, բավականին ճղճին նյութական են։ Հասկանում եք, ես երևի թե նկատել եք, որ ես երբեք չեմ արհամարհում նյութական ասպեկտը, դա շատ մեծ սխալ է հոգևոր մարդկանց համար, հա, բայց նաև խաբել մարդկանց եւ սուտ գաղափարները ներկայացնել որպես աստվածային, տանել մարդկանց այդ ճանապարհով, այդ նույն նյութական խնդիրները լուծելու համար, նյութական խնդիրները պետք է լուծված լինեն, այո, բայց արդար, ճշմարտության հիմքի վրա։ Հասկանում եք։ Եվ ուրեմն սա շատ կարևոր կետ է, որ մենք պիտի
այստեղ տեսնում ենք, որ ամեն մի կիսաստված ունի իր ֆունկցիան եւ այդ ֆունկցիայից այն կողմ ուրիշ ոչ մի բան ինքը չի իրականացնում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ կիսաստվածների երկրպագությունից կարող է կախված լինել շատ բան, բայց եթե մենք ճիշտ ենք իրանց երկրպագում։ Եվ այսօր այսքան։